Ողջույն Վանաձոր, ողջույն սիրելի հայրենակիցներ։ Մենք հիմա Արցախի պուրակում ենք։ Վայր, որտեղից դեպի ռազմաճակատ են մեկնել մեր տղաները, որոնց թափած արյունը այսօր համարում են հանուն ոչնչի։ Արցախը անվանում ես պուրակը, որտեղ Արցախը մեր հայրենիքն է, մեր ինքնության մասը, ու հունիսի 7-ը պետք է դառնա այն օրը, երբ հեռացվելու են այն իշխանությունները, որ Արցախը հայկական չեն համարում, իսկ տղաների սխրագործությունները ուղղակի ճակատագրական սխալ։ Հունիսի 7-ին մենք միասին բոլորս պետք է չեզոքացնենք Ալիևի ամենամարտունակ զենքին, Նիկոլ Փաշինյանին։ Ալիևը կարծես կարիք չունի իր բանակը զինելու, վերազինելու, նոր տեխնիկա գնելու։ Ի վերջո Հայաստանում ունի մարդ, ով իր բոլոր պահանջներն իրականացնում է, նույնիսկ թեթև կմահաճույքներն է իրականացնում։ Եվ մենք միասին պետք է ձևավորենք այնպիսի իշխանություն, որ առաջնորդվում է բացառապես Հայաստանի Հանրապետության շահերով եւ պահպանում է սեփական հայկական ինքնությունը։ Եվ հունիսի 7-ին դա մենք միասին իրականացնելու ենք։ Սիրելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ ինչպես ես այնպես պատճառով սա ուղղակի անթույլատրելի է։ Բաժանիր, որ տիրես քաղաքականությունը պետքա մերժվի, մենք բոլորս պետքա միավորվենք իրական սպառնալիքների դեմ, իսկ իրական սպառնալիքները Հայաստանից դուրս են, Հայաստանի շապանքն ենք նախընտրական քարոզարշավի, եւ ես շփվում եմ մարդկանց հետ, տեսնում եմ մարդկանց, ովքեր լի են հավատքով, վստահությամբ, որ մենք ավելի լավ Հայաստան ենք կառուցելու։ Եվ ես ուզում եմ, որ այդ վստահությամբ առաջ գնանք, այդ վստահությամբ վարակենք մեր հարազատներին, մեր հարևաններին, մարդկանց, ովքեր դեռևս տարակուսում են, մասնակցել ընտրություններին, թե չմասնակցել ընտրություններին, այդ վստահությունը փոխանցեք մարդկանց, որովհետև հունիսի 7-ը մեզ բոլորիս համար է լինելու ճակատագրական, մեր երեխաների համար է լինելու ճակատագրական։ Ճակատագրական այն առումով, թե ինչ դասագրքերով են ուսանելու մեր երեխաները, այդ դասագրքերում ինչ է գրված լինելու։ Եթե մենք ուզում ենք որպես քրիստոնյա պաշտպանել մեր եկեղեցին, հունիսի 7-ին պետք է գնանք եւ հեռացնենք այս իշխանություններին։ Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր սահմանադրությունն ու անկախության հռչակագիրը, գնացեք ընտրություններին եւ դա արեք։ Հակառակ պարագայում մենք ուղղակի դառնալու ենք կցորդ Ադրբեջանի եւ մեզ ղեկավարելու է մարդ, որ ուղղակի Ալիևի մարզպետն է, Ալիևի խամաճիկն է, ես վստահ եմ, որ մենք դա չենք ցանկանում։ Եվ ի վերջո այս 8 տարիների ընթացքում մարդիկ հոգնել են այն անվերջ խոսույթից մեկին ունեզրկելու, մեկին պատժելու, նստացնելու, իսկապես միակ մարդը, որ պետք է պատասխանատվություն կրի եւ իր խցիկնել այդ բավականին լավ դեկորացիաների արդեն մտածել ենք ոնց պետք է լինի, միակ մարդը Նիկոլ Փաշինյանն է եւ ես վստահ եմ, որ մենք դա անելու ենք։ Անելու ենք, չէ՞ միասին։ Սիրելի երիտասարդություն, հատկապես հիմա ձեզ եմ ուզում իմ խոսքը սղել։ Լորվա մարզում, ընդհանրապես Վանաձորում նաև փայլուն երիտասարդություն է։ Ես շատ ընկերներ ունեմ այստեղից, ուսանող ժամանակ եմ շփվել մեր Վանաձորի երիտասարդների հետ։ Եվ ես ուզում եմ ասել, որ հատկապես այն երիտասարդները, որ նոր են ավարտել դպրոցը կամ նոր են սկսել համալսարանում սովորել, մենք առաջարկում ենք ձեզ անվճար կրթություն։ Տաղանդավոր վանաձորցին, Լորվա մարզի տաղանդավոր երիտասարդությունը հնարավորություն է ունենալու անվճար կրթություն ստանալ պետական բուհերում, եւ դա մենք անպայմանորեն անելու ենք։ Եվ սիրելի երիտասարդություն, անպայման մասնակցիր ընտրություններին։ Քո ապագայի հարցն է վճռվում, անպայման մասնակցիր ընտրություններին, որպեսզի մենք ունենանք անվտանգ, մրցունակ, զարգացած եւ ժամանակակից պետություն, որ հավատարիմ է իր արմատներին եւ ինքնությանը։ Այդպիսի Հայաստանի մասին ենք երազում մենք եւ միասին դա անելու ենք։ Միասին Միասին հետեւաբար հունիսի 7-ին ընտրում ենք
Հունիսի 7-ին ընտրում ենք եւ քանի որ մենք բոլորս շատ սիրում ենք մեր երկիրը Հայաստանը, ես առաջարկում եմ բարձր Հայաստան բանկարկումներով մեր շարունակենք մեր ցույցը։ Հայաստան! 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 Շնորհակալ եմ շատ։